Եթե հիշում ես Ավինյանը ընդհանրապես Նիկոլը քպականները հայտարարում էին, ասում էին, հա մենք Արցախ ենք հանձնել, հա մենք զոհեր ենք տվել, չնայած այդ Արցախ հանձնելու պահը չեն ընդունում, բայց իհարկե իրանք են արել։ Բնականաբար, հա, զոհեր ենք տվել, չգիտեմ, խայտարակ կառավարում է եւ այլն, բայց զատո ասֆալտ ենք անում։ Նախորդ տարի Ավինյանի բախտը այնքանով բերեց, որ ձյուն այդքան էլ շատ չեկավ, մի կերպ պլստաց։ Բայց այս տարի, քանի որ առատ ձյուն տեղաց, նախ պարզվեց, որ սրանք ձնամաքրման աշխատանքներն են տապալում, իսկ հետո արդեն երբ որ ձյունը հալվեց, այս քպական իշխանության քաղաքային կառավարման ամբողջ ապիկարությունը դուրս եկավ ասֆալտի երես։ Ու իրենք Արեկնաս կներես մի հատ ֆիլմ կար, հիշում ես, հին ֆիլմերից էր ասում անձրևը մաքրում է բոլոր հետքերը։ Հիմա սրանցն է։ Անձրևը մաքրեց ասֆալտի հետքերը Երևանում, քպական ասֆալտի։ Հիմա փաստորեն այս ձյունը որ հալվեց, պարզվեց, որ իրանք ոչ միայն ասֆալտ են արել, այլև այնպիսի անորակ ասֆալտ են արել, որ ամբողջ Երևանը ոնց որ ռմբակոծված լինի այնքան փոսերով լեցին է ու նստեցին ինչ մտածեցին, դե պետք է մեկի վրա մեղավորությունը բարդ է ինչ է, ինչպես միշտ իրենք ասում են, մենք մեղավոր չենք, հա, մեկն ու մեկի, չէ, հիմա ավելի լավ բան են մտածել, ասում են աղն է մեղավոր։ Հա, աղն է կերել ասֆալտը։ Մենք այնքան աղ ենք ցանել, որ աղը, այդ սրիկա աղը կերավ մեր ցանած ասֆալտը, բայց այստեղ հարց է առաջանում, բայց եթե աղն է կերել ասֆալտը, այդ ինչպես է ստացվում, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի դիմացը որևէ փոս չկա, այդտեղ դուք աղ չեք ցանել, թե ձյուն չի եկել, կամ այդ ինչպես է ստացվում, որ օրինակ Նորք Մարաշում գտնվող Ավինյանենց առանձնատան դեպի առանձնատուն տանող այդ ճանապարհի վրա փոս չկա, թե ասենք ձեր այդ ցանած աղը այնքան խելք ունի, որ ինքը որոշում է, որ օրինակ քաղաքապետարանի մոտ կամ Ավինյանենց տան ճանապարհի ասֆալտը չպիտի ուտի, այ դրանից հետո ինքը կարող է ուտել։ Իդեպ այս թեմայով Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը մի տեսանյութ էր հրապարակել իր Facebook-յան էջում, ես կառաջարկեմ դիտենք, նոր շարունակենք։ Հիմա մենք գտնվում ենք Արմենակյան փողոցի վրա, որտեղ գտնվում է Տիգրան Ավինյանի տունը կամ իր հոր տունը, որը գնել են 460 կամ 490 հազար դոլարով, ըստ մամուլու մարտահրավերությունների։ Նա տեսեք այս փողոցի վրա, որը բավականին բանուկ, բայց խնդրահարույց փողոց է, ոչ մի հատ փոս չկա։ Այստեղ կարծում եմ եւ ձյուն է եկել եւ աղ են լցրել, բայց ոչ մի փոս այստեղ չկա։ Տիգրան Ավինյանի հոր տունն է։ Շարունակում ենք երթևեկությունը եւ տունը ավարտվելուն պես հա թեքվում ենք արդեն ձախ ու տեսեք ինչ է կատարվում այստեղ փոսերի տեսակետից, եթե մենք փորձենք հաշվել, նորից չենք կարողանալու հաշվել եւ մեքենան ուղղակի ջարդուխորտ լինելով հիմա տեսեք մեքենաները ոնց են երթևեկում։ Էս այն հերներ չէ, որ համբալ էր ասում ժողովրդին։ Ես հիմա հորը կարադառնամ Դերենիկո։ Հիմա սա նա ինչ խայտարակություն է։ Փաստորեն մինչև իրենց տուն տանող ճանապարհին ընդհանրապես փոս չկա, դրանից հետո փոսերի շարք է ու նույնիսկ փոսալցման աշխատանքներ չեն իրականացնում։ Թեև այս փոսալցման աշխատանքների հետ կապված էլ այսպես նստել, մտածել են, թե ինչ կրուտի թորին է ներեցեք բառիս համար, այն աղի դեպքում, հա, հիմա էլ ասում են Հիմա էլ մեղավոր է սրիկա անձրևը, մենք փոսալցում ենք իրականացնում, այդ սրիկա անձրևը գալիս է լվանում տանում է մեր ասֆալտը։ Մի թիվ էլ ասեմ Դերենիկ կներես, ընդհատեմ ասֆալտապատման եւ փոսալցման համար բյուջեից դուրս է գրվել ու մսխվել 4 միլիարդ 292 միլիոն դրամ։ Այմա կարող է շարունակել։ Այդ մղսվելը ճիշտ ասեցիր, որովհետեւ իրոք հիմա ինչ որ անում են, սա կոչվում է Երևանի բնակիչների հարկատուների փողերի վատնում, որովհետև իրենք արել են անորակ ասֆալտ, այնտեղ մի քանի կրիտերիաներ կան, էլի, ես հիմա օրինակ Միացյալ Նահանգներից մեզ այդ ասֆալտի թեմային, որ անդրադարձել էինք, մեր սոցիալական ցանցերում, մեր հետևորդներից մեկը արձագանքել է, բավական հետաքրքիր դիտարկում է արել, հիմա կնշեմ դա, ուրեմն մի քանի կրիտերիա կա, հա, ինչը բիտումի քանակը
չափորոշիներով չեն օգտագործում, այսինքն նորմայից ցածր է, ջրահեռացման համակարգը խայտարակ վիճակում է, այսինքն ջուրը կուտակվում է, կամացից լցվում է այդ արանքները, սա քանի որ պիտումը քիչ է, ճեղքերը տալիս, լցվում է արանքները, քանի որ հոսելու տեղ չունի, սառում պայթեցնում է, ստանում ենք այս իրավիճակը հիմնա 8 սանտիմետր հաստությունը, ասենք 1 սանտիմետր, 2 սանտիմետր բարակ են անում։ Պատկերացնում ինչքան փող են ուտում։ Ընդհանրապես բոլոր կոռուպցիոն այդ գործերի հետաքննող կազմակերպություններ, անհատներ, փորձագետներ նշում են, որ ասֆալտը ամենալավ փող ուտելու տեղն է։ Հիմա Արեգ Նասչյան, ենթադրենք, ասենք ինչ որ մեկը շահել է 1 սանտիմետր բարակ ասֆալտ է արել։ Ինքը իր գրպանը դնում է միլիոնավոր դոլարներ, հավանաբար իրեն պատվեր տվողների գրպանն էլ է հասնում այդ միլիոնավոր դոլարները, ինքը ինչ ես դու ինչ մենք ինչ ենք հասկանալու 1 սանտիմետր ավելա թե 1 սանտիմետր պակաս, սենց բաներ է լինում, ձյունը ասենք բացահայտում է Ալի Ավինյան Տիգրանի այդ բաները Կոռուպցիոն սխեմաներ։ Կոռուպցիոն, հա, սխեմաներին շատ մոտ իրավիճակ է, ես մի բան նշեմ, օրինակ այդ Ամերիկայից որ արձագանքել է, ասում է սուտ են խոսում, որ աղն է պատճառը, էլի, ինքը Միացյալ Նահանգներում ճանապարհաշինական այդ համակարգում ներգրաված մասնագետ է հայ ազգությամբ, ասում է խնդիրը բանի մեջ չի, աղի մեջ չի, պրոբլեմը ասֆալտի մեջ է, որովհետև Հայաստանում օգտագործում են ոչ ճիշտ այդ բանը պիտումը, էլի ձեթ ասում են։ Պետք է օգտագործվի PG 6428 կատեգորիայի ձուտ, որպեսզի հնարավորություն լինի նորմալ ասֆալտ ունենալու, որ ջուրը չլցվի, չճաքեցնի, այս խայտարակ իրավիճակը չունենանք։ Բայց ես համոզված եմ, որ իրենք Ավինյան ենք հատուկ դա չեն անում, հատուկ նորմայից ցածր են անում, որպեսզի ունենան այս իրավիճակը ու 20 տարին 12 ամիս իրենք ասֆալտ անեն, չգիտեմ, գերշահույթներ ստանան։ Գերշահույթներ, ատկատներ, ֆլան, ֆստան, էսկոմ, մենկոմ, ասինքն այդ ասֆալտի տակ աշխատում են միլիոնավոր դոլարներ, միլիոնավոր այդ բուլիժնիկները, որ քանդում նորից շարում են, այդ էլ մի թեմա էլ դա է։ Ասենք մի քանի ամսվա շարած այդ բուլիժնիկ կոչվածները արդեն սկսում են քայքայվել։ Սրա համար ով է պատասխան տալու։ Այսինքն այստեղ չկա կոռուպցիոն ռիսկեր, ում են իրենք այդ պատվերը տալիս բուլիժնիկ, ես ժողովրդական լեզվով եմ ասում, որ գործարաններին են տալիս, մի հատ հետաքննություն է պետք է ամեն ինչի համար իրականացնել։ Թե որտեղ են գնում այդ գումարները, ես կառաջարկեմ, որպեսզի մեզ դիտողները իրենք գնահատեն, օրինակ քիչ առաջ որ մենք ցույց տվեցինք Տիգրան Ավինյանենց ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է Նոր Քմարաշում, նրա մոր առանձնատունն է, համենայն դեպս մոր անունով է գնվել այս եռահարկ առանձնատունը։ Մի քանի հատն ունեն, մի քանի հատ ունեն, ինքը աղբերը, կինը, տղեն, փոքր երեխեն։ Դե բա ասում ես, ամեն մի սանտիմ ասֆալտը տուն արժի է, այսպես ասենք։ Հա, մամուլը գրեց, որ Տիգրան Ավինյանի մոր այս առանձնատունը 2004 թվականին գնել են $490,000։ Հետո այնտեղ ինչ որ մութ պատմություններ եղան, գնելուց անմիջապես հետո գրավադրեցին, հետո վաճառքի էին հանել, հետո ինչ արեցին, մի խոսքով այդպես էլ պարզ չդարձավ, բայց սա էլ ամենը չէ։ Այդ Տիգրան Ավինյանի հայրն էլ առանձնատուն է կառուցում Սևանի հենց ափին։ Ու ամենատարբեր, ամենամեղմ հաշվարկներով այդ առանձնատունը մոտավորապես $200,000 կարգի է։ Հիշեցնեմ, որ սա այն նույն Տիգրան Ավինյանի հայրն է, որ օպելների վարորդներին վիրավորում էր եւ նրանց համբալներ էր անվանում։ Ու նաև սա այն Տիգրան Ավինյանն է, որը ըստ Ֆրեյդի ասում էր ավականու վերջին նիստի ժամանակ, ասում էր մենք հո ժողովրդի փողերը չենք հավաքել ու տարել Սևանի ափին դղյակներ կառուցել, էլ ես Ֆրեյդի ինքը խոստովանեց, հետո այդ պահին ինքն էլ զգացել ինչ է ասում, այդ տեսանյութից կառաջարկեմ շատ զավեշտալի էր, դիտենք։ Փողերը հավաքագրեցինք, չտարանք Սևանի ափին, մեզ դղյակներ սարքեցինք։ Փողերը հավաքագրեցինք։ Ավինյանի առանձնատունը կառուցվում է 2000 քառակուսի մետր հողամասի վրա, որի հարևանությամբ գտնվող 660 քառակուսի մետր հողամասը ևս պատկանում է նրան։ Հիանալի, փաստորեն իշխանությունը հարստանալու միջոց է։
Ոչ միայն ասֆալտը, Ոչ Արեգ միայն, Նասչյան, այո։ հիմա տպավորություն չստեղծվի, որ փող աշխատելը մենակ ասֆալտով է տեղի ունենում, նաև կա Բացարձակ։ վայրի շինարարությունը, հա, այն ինչ որ Երևանը իմ կարծիքով ճարտարապետական տեսանկյունից անվերադարձ կորսված է, կամ ասենք մի 40%-ը պետք է քանդել, որ այս քաղաքը տեսքի գա, այն շին թույլտվությունները, որոնք պիկին հասան 24 թվականին, կարծեմ 4000-ից բարձր էր, 4000 շին թույլտվություն են տվել, դրա համար ասենք յուրաքանչյուր բակում մենք կարող է ասենք մի երկու ուշադրություն չդարձնես 18-20 հարկանի շենք ծլեն, սա Նորմերի խախտումներով բնականաբար։ Ինչ նորմ, ինչ բան, քաղաքաշինական ոչ մի նորմ չպահպանված չի։ Արեգ Նասչյան, նկատել ես ինչքան հաճախ են կոյուղիները պայթում Երևանում։ Առաջ նման խնդիր չկար, չէ՞։ Այո։ Հիմա գրեթե ամեն օր ինչ որ մի թաղամասում կարող ես տեսնել, որ կոյուղին էլ գնում է, ասենք փողոցը դարձել է այդ կոյուղատար համակարգ։ Կամ եթե մի փոքր հորդառատ անձրև է տեղի ունենում, Երևանը կոլապսի է ենթարկվում, արդեն նավակներ են հանում ժողովուրդներից։ Դա մյուս խնդիրն է, որ ջրահեռացման համակարգի հերն անիծել են, տեր չեն լինում, բայց կոյուղիների խնդիրը գալիս է շինարարությունից, այսքան շենքեր, որ աճում են, կոյուղին նախատեսված է եղել, ասենք X քանակի բնակության համար։ Հիմա ասենք մի քանի անգամ, այսինքն 4000-ից ավել շին թույլտվություն են տվել, դա նշանակում է շենքեր, ու մենք տեսնում ենք մեր առօրյայի մեջ շենքերը հսկայական, ասենք այդ շինարարությունը իրականացնում է, ոչ կոյուղին է բավականացնում, ոչ ջրամատակարարման համակարգն է բավականացնում, ոչ էլեկտրամատակարարումն է բավականացնում, եւ սա եւ ի վերջո ոչ էլ բավարարում են ճանապարհները, դրա համար տրանսպորտային կոլապսի մեջ է ընկնում Երևանը, ասենք այդ խթանումները, կայանատեղիների բացակայություն, դա ինչի արդյունք է, որ աննորմալ իրենք մեծացնում են առանց որևէ հաշվարկի, Երևանցին կանգնում է այս խնդիրների առաջ, այսինքն տեղ չկա, այսինքն նայում ես, ասենք մի փոքր տեղ է, մի երկու օրից բանը բարձրարկ է այդտեղ վերխոյանում, բայց խնդիրը նաև սրա մեջ չի, խնդիրը նաև նրա մեջ է, որ սեյսմակայունության այդ խնդիրներ կարող են առաջանալ։ Արեգ Նասչյան, այս շենքերը, որ կառուցում են, ես չգիտեմ, ես օրինակ չեմ վստահում ԿՊԱ-կան իշխանության վերահսկողությանը այս առումով։ Վերահսկողություն։ Չէ, բայց դա ամենալուրջ խնդիրն է։ Բնականաբար։ Այս մասին չի խոսվում, բայց ազգային ապաստարանների խնդիր էլ կա, նաև այդ նոր կառուցվող շենքերում ապաստարաններն են բացակայում, հներում էլ ապաստարաններ չկան։ Սեյսմակայունության խնդիրը Երևանի պարագայում, որը իր հարևանությամբ ունի Գառնիի օջախը, որը պարբերաբար մեծ կտրվածներով էլի պայթում է այնտեղ, այսինքն ակտիվանում է այդ բանը օջախը, լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Ինչի նշեցի, որ չեմ վստահում, որովհետև օրինակներ շատ կան, որ սրանց ինչպես կարելի է վստահել, ասենք ինչ որ բանի վերահսկողություն, երբ Գյումրիում սա Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիր են կառուցում, պետական նախագիծ անցած իրենց կողմից, պետականորեն նախագիծը հաստատված, տարել շինարարին տվել են, ասելա եղբայր, էսի փլվելու է, շինարարը էլի, իրենց նախագծին է ասում, ասելա ոչինչ սարքի, ասենք չի փլվելու, մենք գիտես, ասենք ամերիկյան տեխնոլոգիաներով, չգիտեմ, մոդուլային ինչերով բան կանենք, շինարարը սարքել է, մի տարի հետո հազիվ են փրկվել, տեսել են, որ իրոք փլվում է։ Դրել սկսել են քանդել, հիմա այդ շինարարություն անող, այդ վերահսկողություն իրականացնող իշխանությունը ինձ ասում է, որ սրանք կարող է անվտանգ, ես օրինակ չեմ հավատում։ Վերենիկ, խոսեցինք Ավինյանի կարողությունների մասին, ես առաջարկում եմ, որպեսզի մենք այսպես թռուցիկ վերհիշենք, թե ով էր Ավինյանը 18 թվականին եւ ինչպես այսպես ասած այս թրաշամանուկը շատ արագ կարողացավ աղքատությունը հաղթահարել իր գրպանում 2018 թվականին, երբ դեռ նոր էր նշանակվել փոխվարչապետ կամ իր դեպքում ավելի ճիշտ կլինի ասել փողվարչապետ, առաջինը ինչը որ արեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացավ $35,000 դրամաշնոր իր համար, իր ընտանիքը չրերի բիզնեսը զարգացնելու համար, հիշում ես դրանից հետո իրեն սկսեցին կոչել, չրերի տիկո է, ինքը կնքվեց այդ անունը իր վրա, եւ ով հրաշք, ինչ տեղի ունեցավ անմիջապես դրանից հետո, այդ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը, որը Տիգրան Ավինյանին $35,000 դրամաշնոր էր տվել, նշանակվեց գյուղատնտեսության նախարար։ Совпадение, не думаю։
Հաջորդը, հետո արդեն եկավ այդ կորոնայի շրջանը, հիշում ես, Մարետ էր աշխատում, հա։ Մարետ էր աշխատում, թե ինչ ձևով էին, խայտառակ ձևով էին իրենք պայքարում կորոնայի դեմ եւ իրենց մեղքով որքան զոհեր մենք տվեցինք, բոլորը գիտեն, իսկ թե ինչ կոռուպցիոն սխեմաներ իրենք իրականացրեցին, դա արդեն ես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո լիարժեք կպարզվի։ Դրանից հետո եկավ արդեն հանրահայտ Անիֆի այդ խայտառակ պատմությունը, որ պետական բյուջեից 25 միլիարդ դրամ այսպես ուղակի հոդս հնդեցվեց, մխսվեց եւ այդ հիմնադրամի տնօրենը Տիգրան Ավինյանը մարդկանց գրպաններում 25 միլիոն դոլար կապեց ձեռնկնի օդ։ Դրանից հետո եկավ Երևանի ավականու ընտրությունների փուլը, երբ ստանալով երևանցիների փոքրամասնության քվեն, Տիգրան Ավինյանը կուլիսային այսպես առևտրի անասնագողության արդյունքում զորով բերվեց եւ նստեցվեց քաղաքապետի աթոռին ու սկսվեց այդ խայտառակ կառավարումը ու պարգևավճարները, որ բաժանում է։ Օրինակ այս տարի 1 միլիարդից ավելի պարգևավճար են իրենց համար սահմանել ու որքան նախատեսել են, որ պիտի տուգանեն քաղաքացիներին, այնքան էլ իրենց համար պարգևավճար են սահմանել։ Նաև հիշում ես, որ կարմիր գծերը երբ 13 անգամ թանկացրեցին, ինչ էին իրենք ասում, ասում էին թանկացնում ենք, որպեսզի Երևանը բեռնաթափվի, բայց Երևանը չբեռնաթափվեց, իսկ իրենք որքան որ այդ թանկացված կարմիր գծերի համար գումարները հավաքեցին, այդքան էլ իրենց համար պարգևավճար բաժանեցին։ Արեգն, այստեղ կարելի է այսպես եզրակացություն անել, որ քաղաքացին ԿՊ-ի համար հարստացման մատերիալ է։ Տուգանքի մատերիալ, տուգանքի եւ հարստացման մատերիալ է։ Հարստանաս։ Այդ սխեման է աշխատում, էլի։ Դրա համար էլ գովում է, չէ՞, սիրում եմ հպարտով, փողերը քերում ես, չսիրես այդ քաղաքացուն։ Իմիջիայլոց էս Տիգրան Ավինյանն է, որ նոր էր էլի 18 թվականին մտել ոդկ դրել քաղաքականություն ու նոր էր ամրապնդվում, այն որ ոչ գվում էր, ոչ բվում էր, աշխատում էր շատ չխոսար, որ այսպես խելոքի տեղ անցներ, ու մեր նախորդ թողարկումներից մեկի ժամանակ, եթե հիշում ես, ես ասում էի, որ 7 օրը դեռ 6-7 տարի առաջ էր տեսանյութեր պատրաստում սրանց մասին, այդպիսի մի տեսանյութ մենք ունենք նաև պատրաստած Տիգրան Ավինյանի մասին, դիտենք ու դրանից հետո արդեն մեր զրույցը շարունակենք հյուրի հետ։ Տիգրան Ավինյան։ Ողջույն։ Թավշյա հեղափոխության միջոցով իշխանության եկան թրաշամանուկները, նրանք հիմնականում զավզակ են, շատախոս ու դատարկախոս։ Տոպրակի մեջ եղել է 5 հաց, այն պուրիներից, բանից, այդ ծովագյուղի խանութից գնված, այսինքն տոպրակից են կռահել, պանիր եւ մի շիշ կոնյակ։ Որքան շատ է դատարկությունը, այնքան շատ է խոսում միջին վիճակագրական թրաշամանուկ իշխանավորը։ Քայլում։ Մեջները սակայն շուստրիներն էլ կան, քիչ են, բայց կան։ Կուզենայի շնորհավորել ձեզ ձեր ծննդյան կապակցությամբ։ Այդ շուստրիներն այնքան խելք չունեն, որ նորմալ բաներ ասեն կամ անեն, բայց այնքան ֆայմ ունեն, որ զավզակություն չանեն ու լռեն։ Սրանք առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ լուր մնա, խելացու տեղ կանցնես։ Շնորհակալ եմ շատ։ Այդ շուստրիներից մեկը փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանն է։ Դեմքի խելացի ու ինժեներ բալա արտահայտությամբ ու ներքին դատարկությամբ սույն անթրաշամանուկը, սա այնքան շուստրի է, որ թրաշվել է, որպիսի այդ հարցում էլ տարբերվի իր թիմակիցներից, ոչ գվում է, ոչ բվում, բայց դատելով ամենից ինքն իրեն լուրջ մարդու տեղ է դնում, եւ ինչու չպետք է դնի։ Եթե Նիկոլի պես մեկը դարձել է վարչապետ, ապա ինչու ես նույնը չեմ կարող անել, մտածում է Ավինյան Տիկոն ու թրաշվում։ Թե ինչ արժանինքների ու կարողությունների հաշվին է Ավինյանը դարձել փոխվարչապետ, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ հեղափոխության օրերին նա Նիկոլի ջրի շիշն էր երբեմն բռնում, երբ մյուս ջրի շիշ բռնողը զբաղված էր լինում ռազմավարական նշանակության այլ բան բռնելով։ Բացի այդ, Ավինյանը հեղափոխության օրերին քայլել է։ Ասուլիսների ժամանակ մամլո խոսնակի դեր է կատարել ու լռել է, բայց հենց խոսում է, անմիջապես զգացվում է, որ դատարկախոսների թիմից է։ Ես ուզում եմ հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Այս լրակյաց անթրաշամանուկը պարզվում է նաև բուրժույսկի կայֆերի սիրահար է ու ինքնահաստատման լուրջ խնդիր ունի։ Տեսնել էր պետք այս սրբխեչի ուլ հիշեցնողի դեմքը, երբ հեղափոխական լֆիկ Սամոն Բենթլի հովանոցը փոխանցեց, որպեսզի պահեն ինքն իրենից գոհ քայլող Տիգրան Ավինյանի գլխավերևում։
Ըստ ամենայնի Զոնտիկը եւ թրաշամանուկների, եւ անթրաշամանուկների, եւ նրանց կանանց թույլ կողմն է։ Սրանք սիրում են, որ իրենց գլխին Զոնտիկ պահեն, իրենց տանեն պատիվ տան։ Իրենք ուտեն խմեն, ման գան։ Իսկական հեղափոխականը հենց այսպիսին է լինում։ Գազարի մուրաբա ուտող, խաշից հետո տրճիկ տվող, կապիկություններ անող, զույգ թշերով ծամող, Բենթլի ֆիրմայի հովանոցի տակ կանգնող, ամլիկ դեմքով, լֆիկի հետ տնտեսական հեղափոխություն անող եւ ուղիղ եթերում գղտացող։